Ազգային անվտանգության ծառայության դեմքով ներկայացող կիբերհանցագործների թիրախում այս անգամ հայտնվել են նաև քաղաքասարակության ներկայացուցիչները։ Զեղծարարները ֆիքսել են անգամ պետական կառույցների լրագրողական համայնքի ներկայացուցիչներին։ Խարդախները լավ նախապատրաստված են, լրջորեն ուսումնասիրում են մարդկանց անձնական, աշխատանքային, սոցիալական կապերը։ Հետո այս կամ այն մասնագիտական ոլորտում ճանաչում ունեցող ծանոթ մարդու անունով կեղծ օգտատիրոջ միջոցով WhatsApp-ով, Viber-ով մոլորեցնում են, թե իբր ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրված է տվյալ անձով եւ ով խայծը կուլ է տալիս, ընկնում է թակարդը։ Իրենք թիրախի մասին տեղեկություններ գտնում են Facebook-ից, Instagram-ից, ընտանիքի վերաբերյալ են սկսում հարցեր տալ։ Վստահություն են շահում ու անցնում սև գործին։ Այդ նախնական ծանոթությունից հետո կապ հաստատելուց հետո ասում եմ, որ քեզ գրում եմ, որտեվ բան ունեմ հայտնելու, մի խնդիր կա, մի հատ պատմություն առաջացել, որ ադրբեջանցիների հակերների հետ կապված ինչ-որ մի հատ խնդիր է, ԱԱԾ-ն է խառնված այս պատմության մեջ, բայց դու մի անհանգստացի, ոնց որ իրենք գիտեն, որ դու ոչ մի վատ բան չես անում, այսինքն ամեն ինչ նորմալ է, այնտեղ ասում են, որ գումարների ինչ-որ շրջանառության թեմաներ են, գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց հայաստանցիների ու հետո դրա հետևից ոնց որ ԱԱԾ-ն գալիս է։ Խմբագիր Սաթիկ Սեյրանյանն ասում է, իր անունով 20 հոգու ուղարկել են տարբեր բովանդակության նամակներ, հիմնականում լրագրողների։ Երկու ստեկ, սակայն գլխի են ընկել, որ մի բան այն չէ։ Եղել է, որ զանգել են ռուսալեզու ինչ-որ մարդիկ, խոսացող ինչ-որ մարդիկ են կապվել գործընկերներից եւ ըստ որոշ գործընկերներից ադրբեջանական ակցենտով ռուսախոս, այսպես հետո նաև հետաքրքրվել են արդյոք նրանք որոշ բանկերում հաշվի համարում են թե ոչ, այդ դեպքում խորհուրդ եմ տվել նույնիսկ որ գործընկերս կապ հաստատի բանկի հետ եւ տեղյակ պահի զգուշացի, որ այսպիսի բաներ են։ Այսինքն օգտագործում են իմ լուսանկարները, իմ անուն-ազգանունը, բոլորի մոտ գրեթե այդ նույն հեռախոսահամարներ։ Կեղծ էջ են բացել ու նամակներ ուղարկել փոխնախարարի անունից, նա սոցցանցի իր էջում տեղեկացրել է հորդորել չտրվել սադրանքներին, չհավատալ։ Այս դեպքերը եզակի չեն, օր-օրի ավելի լայն տարածում կա։ Կիբերխարդախները յուրաքանչյուրի հետ նոր հնարքներ ու մեքենայությունների են դիմում, որ ավելի արժանահավատ երևան։ Ինչ կանխարգելիչ միջոցներ է կիրառում ոստիկանությունը։ Թեև ասում են, որ ամեն բան ձեռնարկում են հանցավոր խմբերին բացահայտելու ուղղությամբ, այնուամենայնիվ մասնագետներն ասում են, դժվար է նրանց գտնելը։ Ըստ երևույթին նրանք Հայաստանում չեն գործում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։